Մակրում Վազգեն Միրզախանյանի հետ կապված Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքում ես հարցը երևի տամ պատկանող կայքը 2000 Վազգեն Միրզախանյանը չեմ ճանաչում Բարթյանի առաջնորդը այդ մասով հրապարակումներ եղել հենց հայկական ժամանակում որտեղ նշում էր որ նա գումարներ է մսխել Նավասետ Կճոյան Այդպիսի հրապարակում է Վազգեն Միրզախանյանը, որ գումարներ է մսխել, հետո Բենթլի Սամո էր ասում Նիկոլ Փաշինյանը Կճոյանին եւ հիմա այս մարդկանցով փաստորեն Փաշինյանը փորձում է եկեղեցին մաքրել։ Հակասություններ չեք, սա նորմալ երևույթ է ձեզ։ Այս մարդկանց հետ քննարկում ա ունեցել եկեղեցու խնդիրների հետ կապված։ Ինչ է մարդիկ անընդունելի են իր համար, նրանք գումարներ են մսխել Բենթլի Սամոյի անվանում նրանց։ Ունեցել եկեղեցու որոշ եկեղեցականների հետ կապված քննարկում ունեցել, որտեղ նախորդիվ այդ հոգեորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչի եք որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցին։ Այսինքն նրանց միջոցով կաթողիկոսին ուզում է հեռացնել, հետո իրենցից կազատվի։ Կաթողիկոսին հեռացնելուց։ Ես չգիտեմ, բայց այս մարդկանցով իսկ ում հետ քննարկում անի, եթե 10 կամ 9 եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, ում հետ հանդիպի քննարկի։ Եթե մնացածը չեն արել այդ հայտարարությունը, ում հետ հանդիպի քննարկի։ Եթե ինքը արել է մի հայտարարություն եւ 10 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս չասեմ նույնաբովանդակ, բայց այդ թեմայի հետ կապված նույնպես արել են հայտարարություն։ Բա ում հետ հանդիպի։ Գնա հանդիպի այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ եկեղեցու ներսում որևէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, իրանց հետ հանդիպի։ Բայց դուք էլ եք, չէ, արդեն դուք էլ ինքներդ տեսնում եք, որ եկեղեցու ներսում կան բազմաթիվ խնդիրներ։ Եվ դուք հենց նոր սկսեցիք խոսել դրա մասին։ Մինչև այդ ներողություն, շատ ներողություն։ Մինչև այդ ասում էիք ֆեյք պատարակ Կարգալույծ արված հոգեորականի կողմից մատուցող պատարակ։ Սկսեցին մատուցել պատարակ, սկսեցիք լրագրողներն էլ տիրաժավորում են։ Հիմա սկսեցին ասենք ոչ կարգալույծ արված գործող հոգեորականներ պատարակ մատուցել, հիմա էլ ասում եք այդ մարդկանց հետ մաքրելու եկեղեցին։ Բա ում հետ մաքրի։ Այսինքն չեն միանում մարդիկ այս գործընթացին եւ մենք տեսնում ենք այդ 10 եպիսկոպոսներն են, բայց 50-ից ավելի եպիսկոպոսներ կան, որոնք կաթողիկոսի Ուրեմն երբ որ ասում եք ֆեյք պատարակ, այդ ժամանակ ընդհանրապես որևէ մեկը չէր միացել, մենակ Տեր Արամն էր կարգալույծ արվել։ Հետո 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոս միացան, հիմա ասում եք չեն միանում։ Մի շաբաթ հետո, 10 օր հետո եւս 5 եպիսկոպոս, արքեպիսկոպոս միանան, կսկսեն արդեն այդ մարդկանց էլ անվանարկել։ Ու այդպես շարունակ։ Բայց այս ամեն ինչը մի բանի մասին է, հարգելի գործընկերներ, հարգելի ընկերներ, այս ամեն ինչը մի բանի մասին է, որ մենք եկանք այն համոզմունքին, որ այո, եկեղեցու ներսում բարձրաստիճան հոգեորականների հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ